ՄԱԿ-ի համաժողովի շրջանակում հանդիպել են Հայաստանի և Ֆրանսիայի արտգործնախարարները։ 2024-ին առաջին անգամ համախառն ներքին արդյունքը գերազանցել է 10 տրիլիոն դրամը։ Գևորգ Պապոյան։ Միացյալ Նահանգների և Իրանի միջև միջուկային համաձայնագիրը կնպաստի խաղաղությանը Մերձավոր Արևելքում։ Գրոսի։ Միացյալ Նահանգների պետքարտուղարը Ֆրանսիայի արտգործնախարարի հետ քննարկել է Իրանի միջուկային գործարքի շուրջ ստեղծված իրավիճակը։ Ֆիդանը և Ռյուտեն ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելուն ուղղված ջանքերի մասին մտքեր են փոխանակել։ Ռուսաստանն ու Ուկրաինան անօդաչու թռչող սարքերով փոխադարձ հարվածներ են հասցրել։ Ուժի մեջ է մտել 12 երկրի համար նախատեսված մուտքի արգելքի մասին Թրամփի հրամանագիրը։ Լոս Անջելեսում շարունակվում են զանգվածային ցույցերը Թրամփի միգրացիոն քաղաքականության դեմ։ Միացյալ Նահանգները և Իսրայելը համաձայնության են եկել դադարեցնելու Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի գործունեությունը։